Հերմոնի մատուռի խաչատան հիմնադրման պատմությունը։ Հերմոնի փոքրիկ մատուռը, որը գյուղացիներին առավել հայտնի է Խաչատուն անունով, գտնվում է գյուղի տարածքում և համարվում է տեղի բնակիչների ուխտատեղիներից մեկը։ Նրա ստեղծման պատմությունը պահպանվել է բանավոր հիշողության մեջ և սերնդեսերունդ փոխանցվել է գյուղի բնակիչների կողմից։ Ստորև ներկայացվում է այն կառուցողներ Արամայիս և Ժասմինա Դուստր Էլադա Խալեչյանի վկայության հիման վրա։ Մի օր Արամայիս Հովհաննիսյանը իր տան բակում ավտոտնակ կառուցելու նպատակով ձորից քարեր էր բերում։ Քարերը հերթով բակ էր տեղափոխում և դրանցով շարում ավտոտնակի պատը։ Շինարարության ավարտից հետո նույն գիշերը նրա առողջական վիճակը հանկարծակի վատանում է, ոտքերը բռնվում են և նա այլևս չի կարողանում քայլել։ Այդ գիշեր երազում նրան հայտնվում է Հիսուս Քրիստոս և ասում. «Դու բարի մարդ ես, ինչու խաչքարը վերցրեցիր և շարեցիր պատի մեջ»։ Վախեցած արթնանալով երազը պատմում է կնոջը։ Նրանք միասին դուրս են գալիս ու շարից զննում նորակառույց պատը, սակայն առաջին պահին չեն հասկանում, թե խոսքն ինչ քարի մասին է։ Երազը սակայն հանգիստ չէր տալիս նրան։ Այդ ընթացքում արդեն շուրջ 10 օր էր, ինչ նա հիվանդ էր և անկողնային վիճակում։ Մի քանի օր անց նրանց տուն է այցելում Շատին գյուղի բնակիչ Մարտիկը։ Լսելով կատարվածի մասին, նա առաջարկում է միասին գնալ և զննել պատը։ Պատի մոտ հասնելով Մարտիկն անմիջապես նկատում է պատի մեջ շարված խաչքարը և ասում. «Հենց սա է այն խաչքարը, որի մասին երազում քեզ ասվել է»։ Արամայիս Հովհաննիսյանը մտահոգվում է, թե ինչպես կարող է քանդել արդեն կառուցված պատը։ Այդ ժամանակ Մարտիկը նրան խորհուրդ է տալիս. «Քանի որ դու արել ես անգիտակցաբար և ոչ միտումնավոր, Աստծուց ներողություն խնդրիր, մեկ աքլոր մատաղ արա, մորթիր պատի մոտ, 7 մասի բաժանիր և տուր մարդկանց, ապա այստեղ մոմ վառեք և աղոթեք»։ Արամայիսն ու Ժասմինան հետևում են այդ խորհրդին։ Նրանք մատաղ են անում, բաժանում այն մարդկանց, մոմ են վառում և աղոթում։ Նույն գիշեր Արամայիս Հովհաննիսյանը կրկին տեսնում է նույն երազը։ Այս անգամ Հիսուս Քրիստոս նրան ասում է. «Ես ընդունեցի քո արածը, օրհնյալ լինի քո ծառայությունը»։ Այս խոսքերից հետո տեսիլքն անհետանում է։ Առավոտյան Արամայիս Հովհաննիսյանն արթնանում է և նկատում, որ ոտքերը լիովին առողջացել են։ Հենց այդ դեպքից հետո նա խաչքարի շուրջ 2 պատ է կառուցում, ձևավորելով փոքրիկ աղոթատեղի, որտեղ մշտապես մոմ էր վառում և աղոթում։ Այդ վայրն աստիճանաբար հայտնի դարձավ Խաչատուն անվամբ։ Թեև Արամայիս Հովհաննիսյանը մեծ ցանկություն ուներ այստեղ կառուցելու իսկական մատուռ, ֆինանսական դժվարությունների պատճառով այդ մտադրությունը ցավոք սրտի չի իրականանում։ Չնայած դրան, գյուղի բնակիչները սիրով ընդունեցին այդ փոքրիկ սրբավայրը որպես մատուռ և աղոթատեղի։ Ժամանակի ընթացքում այստեղ սկսեցին ուխտի գալ բազմաթիվ մարդիկ, մոմ վառել և աղոթել։ Հատկանշական է, որ առաջին այցելուների թվում կային նաև այն մարդիկ, Սավուղը և իր կինը, ովքեր նախկինում ասում էին, թե եկեղեցի չեն գնում և Աստծուն չեն դիմում։ Այսօր Հերմոնի խաչատունը շարունակում է մնալ գյուղի հոգևոր կյանքի կարևոր խորհրդանիշներից մեկը՝ հավատքի, ապաշխարության և Աստծո ողորմածության կենդանի վկայությունը։